Ես մեկ անգամ ողջունում եք մեջացրելի հեռուստադիտողին, բարի լույս, բարի առավոտ, ողջունում եք նաև այն մարդկանց, ովքեր որ մեզ նոր են միացել, եւ մեր հյուրերը արդեն տաղավարում են, միանգամից արցնում մեր այսօրվա կարևոր թեմային, եւ այսպես կա այդ մշակութային հանգույցը իրականություն է դարձրել Հայրիկն ու աղվեսիկը նախագիծը, նվիրված հայ մեծ ազգագրագետ եւ բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ նախագծի արված գործերի ու դեռ անելիքների, ինչպես նաև նպատակի մասին խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Աղվեսիկ ծրագրի համակարգող Շուշանիկ Պողոսյանը, բարի լույս, եւ Հայրիկն ու Աղվեսիկը նախագծի երգերի գործիքավորող Նանե Մաթևոսյանը, բարի լույս, լույս առավոտին, այո, աշխատում ենք երեխաների հետ, բայց ձեր նյարդային համակարգը կարծես թե ամուր է, կայուն է, որովհետև պետք է անկեղծ ընդունենք, երեխաների հետ աշխատելը շատ դժվար է։ Լավ, դրա մասին փոքր ավելի ուշ կխոսենք, եկեք սկսենք նախագծից, հա, Հայրիկն ու Աղվեսիկը։ Հայրիկն ու Աղվեսիկը Աղվեսիկ ծրագրի շրջանակներում է իրականացվում, որը կայտ մշակութային հանգույցի նոր ծրագիրն է։ Աղվեսիկը ստեղծվել է մանուկների համար առողջ զվարճանք ապահովելու համար, քանի որ այս պահին մանուկները հասանելիություն ունեն համացանցի ամբողջ տեղեկատվությանը ու շատ հաճախ բարդ է ծնողների համար վերահսկել, թե ինչ են տեսնում, ինչ են լսում եւ այլն, այո։ Մենք փորձել ենք ավելի ապահով միջավայր ստեղծել, որտեղ ծնողները կիմանան, որ իրենց երեխան ստանում է որակյալ բովանդակություն եւ այդ մասով գոնե հանգիստ կլինեն եւ մենք կկարողանանք ապահովել երեխաների համար այս ամենը։ Իսկ Հայրիկն ու Աղվեսիկը Աղվեսիկ ծրագրի շրջանակում իրականացվող մեր առաջին նախագիծն է, որը իրականացրել ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր իրականացրել հայ մեծանուն գործիչների, հոբելյանների նվիրված միջոցառումների, ու մենք Հայրիկն ու Աղվեսիկը նախագծով հաղթեցինք մրցույթը եւ այս տարի իրականացրել։ Իսկ քանի նախագիծ կար ներկայացնել այդ ընթացքում։ Ճիշտ ասած, տեղյակ չեմ այդ։ Բայց շատ են եղել ըստեղ։ Կարծում եմ, այո։ Իսկ ինչով էր ոգեշնչված այս ծրագիրը։ Ծրագիրը իրականում հենց Աղվեսիկը պահանջից է եկել, կարծում եմ, քանի որ բոլորս անընդհատ առնչվում ենք այդ խնդրին, որ չկա առողջ բովանդակություն, որը կարող ենք երեխաներին տալ, որպեսզի լսեն, դիտեն եւ այլն, այդպես է ծնվել գաղափարը։ Իսկ հենց Հայրիկն ու Աղվեսիկը հենց երբ որ մրցույթի մասին իմացանք, այդ ժամանակ որոշեցինք, որ կարելի է, քանի որ Հայրիկ Մուրադյանի հոբելյանական տարիներ, որոշեցինք իրեն նվիրված նախագիծ անել եւ նախագծի շրջանակում հրատարակվում է գիրք, որը որ կներառի փոքրիկ հեքիաթներ, որոնք հյուսված են Հայրիկ Մուրադյանի 10 երգերի շուրջ։ Այս երգերը մեր համերգին կատարեցին երեխաները ու նաև գրքում ներառված են այս բոլոր երգերի նոտաներն ու բառերը եւ հայերեն եւ անգլերեն տարբերակներով ու նաև ունենք QR կոդեր գրքում, որով հասանելի են բոլոր երգերի ձայնագրությունները ու նաև կարաոկե տարբերակները, որ կարողանան ընթերցողները նաև կատարել երգերը։ Ես հարց ունեմ։ Ինչպես եք համատեղել Հայրիկ Մուրադյանի հիշատակը այդ ժամանակակից երաժշտության հետ։ Իրականում շատ բարդ մարտահրավեր էր, որովհետև առաջին անգամ էր, որ ես ընդհանրապես գործիքավորումներով պետք է զբաղվեի, բայց քանի որ ես ունեի հմուտ ղեկավարներ, ինչպես օրինակ Գրիգոր Քարտաշյան եւ մնացած Skype բենդի երաժիշտները, որոնցից խորհուրդներ հարցնելով, կողմնորոշումներ ստանալով, իմ ընդհանուր մտքերը կարողացա համախմբել ու իմի բերել ու ստանալ ամեն մի գործի համար յուրօրինակ տեսք, գույն ու հաղորդել այդ ամենը մանկական ոճով։ Այդ ամենը արվում էր երեխաների համար ու որ աշխատանքը բարդությունը կրկնակ է այդ դեպքում ու պատասխանատվությունն էլ է ավելի մեծ, որովհետև գործ ունեմ երեխաների հետ ու մտածում ես բավարար չստացվի, իսկ արդյոք հնարավոր է դա այդ փորձի մասին եմ ուզում խոսեք երեխաների հետ։ Դե քանի որ ելույթ ունեցողները հենց իրենք իսկ երեխաներ էին, իրականում այդ աշխատանքը իհարկե ավելի էր բարդացել, որովհետև երեխաների հետ դու պետք է դու չես կարող շփվել ինչպես մեծերի հետ ու իրենց տաղանդը բացահայտելու համար պետք է շատ մեծ ջանք թափես, որ կարողանաս գտնես այդ կորիզը, որը դու կարող ես հետագայում աճեցնել ու ստանալ ինչ-որ յուրահատուկ տեսք։
երեխաների հետ հիմնական ասենք խաղերով կամ ընկերական ինչ-որ խոսելով եւ այլնով սկսեցի բացահայտել իրենց, բացի դրանից Տաթևիկը Շախգուլյան, Լուսինա Նազարյան երեխաների հետ վոկալի հետ կապված աշխատանքներ են տարել շատ մեծ, ինչպես նաև Լուիզան բեմադրության հետ կապված աշխատանքներ է տարել, որպեսզի երեխաները ելույթ ունենալուց նաև ունենան բեմական որոշակի ցուցադրություն, որ երեխաներին ավելի գրավիչ լինի։ Ու այդ ամբողջը ապահովելը, որ երեխաներն էլ չձանձրանան, բան իրականում շատ բարդ էր։ Դե լավ մեծ թիմ ունեք, փաստորեն, ինձ թվաց միայնակ այդ մի մեծ բանակի երեխաների հետ շատ դժվար կլիներ իրականում։ Այո, իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի երգը նախագծից։ Իմ ամենասիրելի երգը ես կարծում եմ Մեր տանի տևը եւ Շատ խուսարերը։ Օրինակ, ձեզ ծանոթ է այդ երկիրը։ Մի տող, մի կտոր երկիր գիտեք, շատ լավ։ Նաև նշեցիք, որ տեսահոլովակների հետ կապված աշխատանքներ կան, խնդրեմ ավելի մանրամասնեք, ինչ տեսահոլովակների մասին է խոսքը։ Տեսահոլովակների հետ կապված որոշեցինք, քանի որ արհեստական բանականությունը վերջին շրջանում շատ է զարգացել, արհեստական բանականություններով որոշել ենք տեսահոլովակները կազմակերպել, այսինքն ունենանք սկզբնական նկարներ, դրանք անիմացնել եւ ստանալ ընդհանուր պատկերաշար, որը կհամադրվի մեր սարքած երգերով ու երեխաները համ կլսեն, համ կդիտեն, ինչպես նաեւ կարաոկեները, որոնք նույնպես անում ենք արհեստական բանականությունների միջոցով։ Այս ամեն ինչը որտեղ է հասարել, հիմա վստահ եմ հեռուստաեթերից ծնողներ կան շատ, որ դիտում են լսում, կուզենան իրենց երեխաներն հետ ծանոթ լինեն այս ամենը։ Գիրքը այս պահին հրատարակման փուլում է, առաջին տպաքանակը նախատեսված է Երևանի քաղաքապետարանի ներքո գործող բոլոր դպրոցների ու մանկապարտեզների համար ու այս ամսվա ընթացքում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կունենան գիրքը։ Հետագայում նաև արդեն վաճառքի օրինակներ կունենանք, այսպես կարողանան ձեռք բերել ու տեսնել այն ամեն ինչի մասին, որ խոսում ենք։ Իսկ ինչպիսի արձագանքներ եք ստացել երեխաներից, ծնողներից։ Իրականում երեխաները շատ նվիրված են նախագծին, այսպես ասենք, եղել են դեպքեր, որ երեխաները հիվանդ են եղել, ես իրենց ծնողներին ասել եմ, հա ոչինչ, օրինակ այս փորձին թող երեխան չգա, այդքան շատ բան բաց չի թողնի էլի եւ այլն, բայց երեխաները իրենց ծնողներին պարտադրել են, որ պետք է գնան։ Այո, պարտադրել են, որ անպայման գան փորձերին, որովհետեւ իրենց համար շատ հաճելի է ու ասում են, ինչի մենք պիտի այս ձևի փորձերը բաց թողնենք էլի։ Ու ընդհանուր համերներին շատ մեծ նվիրումով են մոտենում, արդեն 2 ելույթ ունեցել են, 3 իսկ արդեն մենք ելույթ ենք ունեցել Խաչիկում Արևե ելելի 3-ամյակներ, որի համերգային մասը ապահովել էր Աղվեսիկը։ Շատ լավ, ամբողջությամբ ես ծրագիրը համարենք իր նպատակին հասած, որն էր հիմնական մեսեջը, որոնք են հիմնական նպատակներ եւ արդյոք ստացվել դրան հասնել, թե ոչ։ Իրականում դեռ ընթացքում ենք, ավարտին կհասնենք հենց Հայրիկն ու Աղվեսիկը նախագծի մասով, ավարտին կհասնենք մինչև դեկտեմբերի 1-ը, երբ արդեն կունենանք գիրքը հրատարակված, հետո արդեն արձագանքներից եւ այլնից կհասկանանք ինչքանով հասանք մեր նպատակին։ Իսկ Աղվեսիկ ծրագրի մասով իրականում դեռ նոր ենք սկսել, կարելի ասել, մեր առաջին 2 ելույթներն էին հոկտեմբերի 25-ին հենց Հայրիկն ու Աղվեսիկը համերգը ու նաև 3 Խաչիկում ունեցած համերգը, բայց արձագանքներից համերգների հետ կապված բավականին ոգևորված ենք ու քանի որ Արևե ելելը նույնպես կայթ մշակութային հանգույցի նախաձեռնություններից է, իրականում մտածում ենք, որ արտիստին հրավիրել, որ միջոցառմանը ելույթ ունենա եւ այլն ու մեր արտադրության ղեկավար Գրիգոր Դավթյանը հուշեց, որ կարելի է Աղվեսիկին տանել հենց ու բոլորս տենց միաձայն համաձայնել ենք, նույնիսկ չենք էլ քննարկել ու երեք էլ հենց միջոցառումից հետո արդեն որ խոսում ենք, էլի բոլորս միաձայն համաձայնենք, որ դա լավագույն տարբերակներից կապված, որովհետեւ այն էներգիան, այն ապրումները, որ երեխաներից ստանում ենք, կարծում եմ ուրիշ ոչ ոք չէր կարող ապահովել։ Այս մասով արձագանքները բավականին լավն են, բավականին շատ են ու կարծում եմ ճիշտ ուղու վրա ենք ու կհաջողենք։ Իսկ որ մարզերում եք նախատեսում ցուցադրել։ 3 որտեղ եք եղել Խաչիկում։ 3 Խաչիկում էինք, այո, Վայոց ձորի մարզում։ Այս պահին այլևս այս Հայրիկն ու Աղվեսիկը թեմայով համերգներ չենք նախատեսել, արդեն աշխատում ենք ամանորյա ծրագրի վրա, որը դեկտեմբերի ավարտին
կհանձնենք հանդիսատեսի դատին, արդեն փորձելու ենք ներկայացման ձևաչափով ներկայանալ, ոչ միայն համերգի։ Այսպես դեկտեմբերի 21-ին եւ 22-ին կունենանք ներկայացումներ, այդ մասին արդեն ավելի մանրամասն հետագայում կհայտարարենք։ Այսինքն աղվեսիկը դեկտեմբերի այս ամանորյա ներկայացումով կամփոփի 2025-ը։ Իսկ 26-ին ինչ-որ մեծ ծրագրեր ունենք սպասվող, թե վաղ է դեռ խոսել այդ ամենի մասին։ Կարծում եմ դեռ մի քիչ վաղ է, բայց այս հոբելյանական շարքը պլանավորում ենք շարունակել, այսինքն ամեն տարի որևէ հոբելյանին նվիրված գիրք կամ ինչ-որ այլ պրոդուկտ հրատարակել։ Այս պահին դեռ չենք հասել այդ փուլին, ակտիվ աշխատում ենք մինչև տարեվերջ մեր նախատեսած ամեն ինչը իրականացնելու հասցնելու համար։ Հետագայում արդեն կանդրադառնանք նաև 2026-ին։ Հետաքրքիր է, ինչ տարիքային խմբի երեխաների հետ եք աշխատում։ Ամենապուճուրը եւ ամենամեծը։ Ամենափոքրը 8, իսկ ամենամեծը իմ հիշելով 13 տարեկան։ 8-ից 13 տարեկան երեխաների հետ։ Այ օրինակ երկու բառով, հա, եթե իհարկե հնարավոր է, ինչպես կնկարագրեք այդ նոր սերունդը, այդ նոր երեխաներին, որովհետև տարբեր ոլորտների, տարբեր բնագավառների մասնագետներից երբ որ շփվում ենք, ամեն մեկի արձագանքը, այն որ զարմանք, բացահայտում, որովհետև նոր սերունդը ուրիշ է։ Դուք ինչ կասեք, դա այդպես է թե ոչ։ Իհարկե այդպես է, որովհետև երեխաները հիմա ավելի մեծ հնարավորություններ ունեն, ավելի մեծ տեղեկատվության աղբյուրներ ունեն ու դրանց միջոցով իրենք շատ բաներից ավելի տեղյակ են ու դրա շնորհիվ երեխաներին ինչ-որ բան բացատրելը ինչ-որ չափով ավելի հեշտ է տրվում, բնականաբար, ու բացի դրանից ամեն երեխան յուրահատուկ տաղանդներ ունի, ինչի համար պատասխանատու են իրենց ծնողները, որ այնպես են արել, որ երեխաները, այսպես ասած, դատարկ չլինեն, էլի։ Ես նաև կավելացնեի ձեր թույլտվությամբ, որ նաև այս նոր սերունդը շատ ավելի համարձակ է։ Այո։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրվա շարունակություն, եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստայտողը, մեր հյուրերն էին Աղվեսիկ ծրագրի համակարգող Շուշանիկ Պողոսյանը եւ Հարիկն ու Աղվեսիկը նախագծի երգերի գործիքավորող Նանե Մաթեւոսյանը։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալություն կայթ մշակութային հանգույցին, վստահ եմ կրկին նոր հանդիպումներ կունենանք ամանորին մոտ 2026-ին, ձեզ հաջողություն եւ համբերություն։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, այս պահին գովազդ, ինչից հետո կշարունակենք եւ իհարկե ունենք կրկին հյուր եւ շատ կարեւոր թեմայի շուրջ ենք խոսելու։ Մնացեք մեզ հետ։